Շարունակվում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, այսօր մարտի 21-ի պոեզիայի միջազգային օրը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի կունենա երեկո նվիրված մեծ հայ պոետի, երաժշտի և երգչի Սայաթ Նովայի ժառանգությանը։ Հնչելու են ստեղծագործություններ հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով։ Այս միջոցառման, ինչպես նաև ռուսական տան երեկոները մարզերում ծրագրի ու կենդանի դասականները 2025 մրցույթի մասին խոսելու են մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են ռուսական տան առաջատար մասնագետ Արամ Գյուրջյան, կենդանի դասականները 2025 մրցույթի համակարգող Սոնա Սարաջյան, ռուսական տան գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուդդինովա։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, չնայած տեսանյութը շատ կարճ էր, բայց մոտավորապես ասում եմ հասկացանք ինչի մասին է խոսքը։ Խոսենք մի քիչ միջոցառումից, ինչու որոշվեց անել այս տեսակ միջոցառում։ Այո, շնորհակալություն, որ հետաքրքրված եք այս նախաձեռնությամբ։ Ես մի փոքր նախաբանով շեշտեմ, որ առհասարակ ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավարի պարոն Ֆեֆիլովի համար միշտ առաջնահերթություն են այն տիպի նախագծերը, որոնք առավել շեշտադրում են և խթանում են միջմշակութային երկխոսության այս հարուստ ժառանգության շարունակականությունը և այս առումով մենք տարբեր բազմաբովանդակ ծրագրեր ունենք, ձեր հիշատակած նույն կենդանի դասական ծրագիրը, կարելի է ասել, դա պոեզիայի օրվան ընդառաջ ևս շատ հետաքրքիր նախաձեռնություն էր, որի մասին իմ գործընկերուհին իհարկե առավել ընդլայնված կխոսի։ Մեկ այլ ծրագիր, դա մարզային ծրագիր է, ինքը այդպես էլ կոչվում է Վիշերա Ռուսկովը Դոմը в ռեգիոնах և իրենից ենթադրում է իր բնույթով մշակութային կյանքի ապակենտրոնացում դեպի մարզեր և հիմնականում այնտեղ նույնպես ներգրավված են այն տեսակ ծրագրեր իրենց բովանդակությամբ, որոնք շեշտադրում են հայ և ռուս մշակութային կապերի ժառանգության այս երկխոսությունը և իրենց լուման են ներդնում այդ շարունակականության համար։ Ինչ վերաբերվում է Սայաթ Նովային, Սայաթ Նովան իհարկե դա առհասարակ իր անձը մի բացառիկ բազմաբովանդակ երևույթ է, ինչպես Պարուշ Սևակն էր ասում, իր տաղանդը 6 տարբեր ուրեմն մասնագիտությունների կարող էր հերիքել և այս առումով նա շատ խորհրդանշական կերպար է իհարկե առաջին հերթին հենց հայ ժողովրդի համար, որովհետև ես չեմ ճանաչում բացառիկ այդ տեսակ մեկ այլ երգչի, ով ստեղծագործել է, երգել է 300 տարի առաջ, իր երգերը լսվել են, սիրվել են և հանկարծ 300 տարի հետո շոու բիզնեսի աստղերը նորից երգում են իր երգերը, հարսանիքներին, դիսկոներին, երիտասարդության համար, այսինքն ինքը այն երջանիկ դրական օրինակներից է, դասականներից, ով չվերածվեց այսպիսի ինչ-որ հեռավոր մոնումենտալ կերպարի, այլ մեր առօրյայում կենցաղում ամենօր, այո, մեր կողքին է, մշտապես արդիական է և այս առումով նաև ռուս գրողների համար իրենց սիրահարվածությունը հայ մշակույթին, հայ պոեզիային մեծապես եղել է նաև հենց Սայաթ Նովայի շնորհիվ, Վալերի Բրյուսովը, ով առհասարակ լրջագույն աշխատանք է տարել հայ պոեզիան ռուս ընթերցողի համար հանրահռչակելու ուղղությամբ և այնտեղ շատ առանցքային դեր է ունեցել հենց Սայաթ Նովայի պոեզիայով իր հարվածությունը և իհարկե մենք գիտենք, որ նաև Վրաստանում նա շատ հարգված և շատ նվիրական անձնավորություն է և սա այս առումով արդեն 300 տարուց ավել Սայաթ Նովան շարունակում է ոչ միայն մշակութային, նաև որոշ առումով դիվանագիտական իր շատ լուրջ դերակատարություն ունենալ մեր կենցաղում։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ մեր այսօրվա երեկոյի հատուկ հյուրն է նաև շատերի կողմից սիրված Միքայել Ոսկանյանը, ով այսպես արդեն 15 տարի է ներխուժել է մեր մշակութային առօրյան իր շատ հետաքրքիր ազգային ավանդական երաժշտության վրա հիմնված ինովացիոն մոտեցումներով և շատ հաջող կերպով կարողանում է կամուրջ այսպես ձևավորել ժամանակակից երաժշտական մտածողության և ավանդական արժեքների միջև, նաև առանձնահատուկ միջավայրային զարդն է լինելու այսօր Նանե պարային խմբի սաների մասնակցությունը, ովքեր նույնպես հանդես են գալու
ավանդական կերպարներով եւ ունենք նաեւ նախատեսված փոքրիկ անակնկալ մեր այսօրվա հյուրերի համար իրենցից յուրաքանչյուրին կմատուցվեն այսպես փոքրիկ փաթաթած սկուտեղի վրա թղթիկներ, որտեղ յուրաքանչյուրը կստանա Սայաթ-Նովայի կողմից իրեն ուղղված խրատը, պատահականության սկզբունքով կքաշեն եւ կստանան խորհրդանշական խրատը Սայաթ-Նովայի կողմից իրենց ուղղված։ Ընդհանուր առմամբ բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են եւ պոեզիայով առհասարակ եւ Սայաթ-Նովայով, ովքեր ծանոթ չեն ռուսերեն թարգմանություններին, նաև սա նույնպես շատ հետաքրքիր բաղադրիչ է, որ Սայաթ-Նովան հնչելու է եւ բնագրով, այդ թվում նաև վրացերեն բնագրերով, եւ նաև շատ բարձրակարգ ռուս թարգմանիչների թարգմանությամբ, ինչպես նույն Բրուսովը, Լոզինսկին, ով թարգմանել է այնպիսի գիգանտների համաշխարհային գրականության, ինչպես Շեքսպիրը, Դանթեն, եւ այդ գիգանտների կողքին իր արժանի տեղն է գտել նաեւ թարգմանությունների մեջ մեր Սայաթ-Նովան, Զվագինցևայի թարգմանությամբ, ընդհանուր առմամբ լինելու է պոեզիա, լինելու է երաժշտություն եւ լինելու է ընդհանուր Սայաթ-Նովայի շունչը, Սայաթ-Նովայի ոգին, բոլորին սպասում ենք այսօր ժամը 19-ին Բաղրամյան 34 հասցեով ռուսական գիտության եւ մշակույթի տանը։ Մեր հյուրը հետաքրքիր է, ինչ գործունեություն է ծավալում այս պրոյեկտում եւ առասարակ ծանոթ է Սայաթ-Նովային։ Айгуля Глямовна, в целом просит вас рассказать о вашей деятельности и поделиться, знаком ли вам Саят-Нова как автор. Во-первых, как я правильно понимаю, если да, вы меня справьте, Арам, сегодня же праздник, сегодня день поэзии. Правда? Да. Хотелось бы всех вас поздравить с этим прекрасным днем. Շնորհավորում է հերոստատիտողներին եւ ձեզ պոեզիայի օրվա կապակցությամբ. И сказать, что в целом в Армении, как мы видим, особое отношение к литературе. Եվ մեր հյուրերը նկատել են, որ Հայաստանում գրականության նկատմամբ առհասարակ առանձնահատուկ վերաբերմունք կա. Да, это очень приятно. Мы работаем со школьниками, со студентами со всей республики. Мы видим, как здесь не просто любят литературу, а чтят, уважают. И мы это видим в рамках наших конкурсов и проектов, в которых участвуют ребята со всех регионов Армении. И не просто, например, они учат стихотворения, они их проживают. Մեր հյուրը իր համակարգման ոլորտի բնույթով շատ է աշխատում աշակերտների հետ, ուսանողների հետ եւ միշտ նկատում է, որ ոչ թե պարզապես սեր կա գրականության նկատմամբ, այլ կա նաեւ որոշակի պաշտամունք եւ երբ մեր երիտասարդները եւ երեխաները ներկայացնում են, ասմունքում են որևէ բանաստեղծություն, ապա մշտապես վերապրում են այդ բովանդակությունը։ И вот, например, пару дней назад мы провели национальный финал международного конкурса чтецов «Живая классика». Մի քանի օր առաջ, ինչպես ես էլ նշեցի, տեղի ունեցավ ուրեմն եզրափակիչ փուլը կենթանի դասական մրցույթի։ Это конкурс прозы, а не поэзии, но мы считаем, что поэзия и проза идут рука об руку, поэтому хотелось бы сегодня тоже об этом сказать. И в этом конкурсе каждый год принимает участие все больше и больше школьников. И за это, конечно, мы хотели бы поблагодарить в первую очередь учителей русского языка, литературы, в целом учителей Армении, потому что они делают невероятную работу. Թեև մրցույթը իր բնույթով ավելի շատ արձակին է միտված, բայց այս պարագայում գրականությունը որպես ընդհանուր հոգևոր ժառանգություն մեր հյուրը ուզում է կապել եւ շեշտում է, որ տարեց տարի ավելի շատ ընդլայնվում է մասնակիցների թիվը եւ իր երախտիկի խոսքն է ասում հայ մանկավարժներին, հայ ուսուցիչներին։ Спасибо большое. Իրականում այդ ասում շատ լավ դիտարկումներ արվեց ու ես շատ ուրախ եմ, որ օտարազգի ներկայացուցիչը նկատել է նման բան, որովհետև մենք ավելի շատ քննադատող կողմն ենք, որ քիչ է, բայց եթե նկատել են, որ կա հարգանք հատկապես, դեռ բարդալը լավ, կարող է ծրագիր լինի պարտադրեն, բայց երբ այդ հարգանքը կա պոեզիայի, որտեղ ամեն պոեզիան էլ անուն է կոնկրետ հայ անուն, որի հանդեպ մենք եթե մանկավարժների շնորհիվ ստանում ենք այդ վերաբերմունքը, ուրեմն նշանակում է հազար անգամ ասել եմ բարձրացրեք այդ մարդկանց աշխատավարձը։ Очень радостно было ознакомиться с вашим таким впечатлением, поскольку мы часто, находясь внутри, чаще смотрим критичным взглядом, и очень приятно, что
такое позитивное впечатление составилось у вас, и прямо с эфира было предложение поднять зарплату учителям. Да, всегда, каждый день. Սոնա, դուք քանի որ կենթանի դասականների պրոյեկտի համակարգող եք, առանձնարար եկեք նաև ձեր կարծիքը լսենք, ի վերջո ինչ տվեց դա, որ հատկապես տարիքային սեգմենտին տվեց, եթե ինչ-որ բան տվեց, եւ արդյոք այս պրոյեկտը կարող է ունենալ շարունակություն։ Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ իհարկե միանամ շնորհավորանքներին միջազգային պոեզիայի օրվա հետ կապված, շատ հաճելի է ձեր մոտ այստեղ գտնվել։ Ես կարող եմ ասել, որ այդ մրցույթով համակարգողն եմ ես 2018 թվականից, պատկերացնում եք, արդեն 7 տարի, եւ Հայաստանը մեծ ձեռքբերումներ ա ունենում այդ մրցույթի շրջանակներում, որտեղ մենք անցկացրեցինք ազգային եզրափակիչը, իսկ մյուս փուլը դա միջազգայինն է, որը անցնելու է մայիսին Արտեկում, գիտեք, այդպիսի միջազգային մանկապատանեկան կենտրոն կա, որտեղ գալիս են տարբեր երկրներից երեխաներ, այսինքն այնտեղ շատ մեծ մրցակցություն է եւ Ռուսաստանի բոլոր սուբյեկտներից մասնակիցներ, որոնք որ իրենց տեղերում ճանաչվել են լավագույնները եւ նաեւ Հայաստանի մեր ներկայացուցիչները 3-ը, ովքեր որ լավագույնն էին, հա, մենք միշտ ասում ենք լավագույններից լավագույնները, որովհետեւ շատ դժվար է այդ ընտրությունը կատարել, ժյուրիի անդամները միշտ շատ բարդ իրավիճակում են գտնվում, ասենց Айгуль Аглямовнан жюри անդամը ինքն է ասի, я говорю о том, что да, сложно выбирать ребят, потому что они очень сильные, շատ ուժեղ մասնակիցներ են ունենում եւ Բայց ի վերջո քանիսը պիտի ինտերվի։ 3-ը եզրափակիչում ելույթ ունեցանք 28 դպրոցականներ բոլոր մարզերից եւ Երևանից, այսինքն պատկերացնում եք թե ինչպիսի մեծ աշխատանք է, ինչքան դա սկսվում է ռեգիստրացիայից նոյեմբեր ամսից, հետո դպրոցներում անցկացվում են փուլերը դպրոցական, հետո հանրապետական փուլը եւ ազգայինը, հա, արդեն մեր մոտ ռուսական տանը մեծ ոգևորությամբ են մասնակցում երեխաները եւ ուսուցիչները միշտ շատ սիրում են այդ մրցույթը, սիրով մասնակցում են եւ մեզ են ոգևորում, որովհետեւ մենք երբ որ տեսնում ենք, ես սկսեցի այդ մեր միջոցառումը այն բառերով, որ մեր մոտ այսօր տոն է։ Իրոք դա տոն էր եւ որը որ sense շարունակվում։ Այնտեղ հաղթողներ լինում են։ Եվ ուզում եի այդ դրա մասին խոսել, մենք 3 անգամ Հայաստանը հաղթել է, ճանաչվել է այդ միջազգային արդեն ֆորմատով, ձևաչափով հաղթող, դա եղել է 2013 թվականին, 2018-ին եւ 2023-ին։ Եվ 23-ին մեր հաղթողը ելույթ ունեցավ նաեւ սուպեր եզրափակիչում, այդպես այդ этаպն եկա, որը որ անցկացվում Մոսկվայում։ Ինչ է սպասվում հաղթանակից հետո, պարզապես հաղթանակ թե հաղթանակը ազգային եզրափակչում հաղթանակի արդյունքում իրենք ստանում են այդ ուղևորությունը Արտեկ, հա, այդ գիտեք դա Արտեկը դա երազանք է բոլոր երեխաների համար, իրենք սիրահարվում են այդ մթնոլորտը։ Դեռ խորհրդային տարիներից, չէ՞։ Այո, եւ հիմա էլ այնտեղ շատ հետաքրքիր է եւ այն երեխաները, ովքեր որ մեկ անգամ այնտեղ հայտնվում են, հետո ձգտում են նորից մասնակցել մեր մրցույթում այս տարի մեր մոտ եզրափակչում 4 երեխա կար, ովքեր որ նախկին տարիներում մասնակցել էին եւ իրենք ուզում են անպայման նորից հայտնվել Արտեկում, այդպես իրենց ձգում։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց է առաջանում ինձ մոտ, քանի որ Արտեկը խորհրդային տարիներին նաեւ Հայաստանի Հանրապետությունում իր երևի այսպես ասեմ մասնաճյուղն է ունեցել, ես հիշում որը որ կոնկրետ եղել է Վանաձորում, ես հիշում եմ, մենք անդադ գնում ենք եւ մենք հասկանում ենք, որ սա երազանք է ցանկացած դպրոցականի համար, չգիտեմ, իր գիտելիքով հայտնվել այդտեղ այդ ֆանտաստիկ միջավայրում կամ այլ երկրում։ Հիմա մենք Արտեկի մասնաճյուղ այստեղ ունենք, թե չէ։ Ոչ, ցավոք սրտի չէ։ Չունենք, չէ։ Չկա, չէ։ Որովհետեւ ես նաեւ
զարմացա, որ այդ Արտեկ այդ կազմակերպությունը գոյություն ունի։ Ես գիտեի, որ խորհրդային տարիներից հետո դա էլ գոյություն չունի։ Եվ դա ձգողական ուժ է բոլոր երեխաների համար տարբեր երկրներից։ Եկեք հասկանանք մարզերում ռուսական տան երեկոները մարզերում ծրագիրը առհասարակիչ ձևաչափով է տեղի ունենում եւ ինչքանով են մարզի մեր դպրոցականները առհասարակ հասարակությունը հետաքրքրված։ Ձևաչափը ըստ էության այսպես քարացած չի եւ հիմնականում կա երկու բովանդակային բաղադրիչ։ Դուք գիտեք, որ այս տարի նաեւ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարին է եւ մեծ շեշտադրում է դրվում ռազմահայրենասիրական թեմատիկային, մասնավորապես հայերեն լեզվով եւ խորհրդային տարիներից մեզ բոլորիս հայտնի նաեւ մեր պապիկների, հայրիկների եւ մեզ համար հարազատ երկացանկերով համերգային ծրագրեր են, բայց նաեւ կա այսպիսի խորագիր Հայաստանի եւ Ռուսաստանի մեծեր, որոնց պարագայում նաև թեմատիկ գեղարվեստական կլինի դա գրականության շուրջ, կլինի թատերականացված, կլինի համերգային ձևաչափ, նաև որոշակի շարք, դա տարվա ընթացքում իրականացվող ծրագիր է եւ յուրաքանչյուր ամսվա մեջ նախատեսվում է այցելություն կատարել առնվազն 2 մարզ։ Արդեն իսկ եղել է բացումը եւ մեկնարկը տեղի ունեցել Վանաձոր քաղաքում եւ բավականին այսպես լեփլեցուն դահլիճում եւ մեծ հետաքրքրվածությամբ եւ տարբեր սերունդի ներկայացուցիչներ հանդիսատեսների համերգի վերջում նաեւ են հանրահայտ երգերը նաեւ երգում էին կատարողների հետ միասին, ինչը ինձ համար ծրագրի ստացվածության ամենակարևորագույն գրավականն է, երբ հանդիսատեսը ինչ որ մի պահի пассив վիճակից դուրս է գալիս եւ սկսում է համագործակցել արտիստի հետ, նախատեսվում է նաեւ այս ամսվա 25-ին Էջմիածին քաղաքում մշակույթի տանը նույն ռազմահայրենասիրական բովանդակության համերգային ծրագրով եւ հեռանկարում այն նորից եմ կրկնում նախատեսվում է իրականացնել ամբողջական տարվա ուրեմն հեռանկարով եւ իր ընդհանուր ձևաչափը քարացած չէ եւ կարող է ունենալ տարբեր ժանրային մոտեցումներ։ Ակտիվ պրոյեկտների մեջ եք ոնց հասկանում եմ բավականին։ Այո, մենք այդպես ենք ապրում։ Այո, եւ յուրաքանչյուր տարբեր հանգամանքներում ես կարծում եմ բոլոր իմ գործընկերների մոտ կա ներքին համոզվածություն, որ մշակույթը որպես ազդեցության ուրեմն հնարավոր միջոց իսկապես ունի այն ներուժը մեր շատ համեստ, բայց այնուհանդերձ լուման ներդնել մշակույթի միջոցով, որպեսզի իրականությունը մի փոքր դառնա, եթե ոչ ավելի բարի, ապա համենայն դեպս մի քիչ մոտ այնպիսին, ինչպիսին մենք ուզեինք տեսնել։ Իրականում հիմա որ նայում ես այս լարված իրավիճակներին աշխարհում տեղի ունեցող, բայց եթե գանք գոնե թե մեր տարածք միայն, հասկանում ես, որ շատ շնորհակալ եմ այդ մշակույթին, որը հələ կա, որովհետեւ բավոր էտել չլիներ, ինչ էինք անելու։ Որ էտել չլիներ, ըստ ում մենք էլ չէինք լինի։ Շատ չի թվում, չէինք լինի, իրականում ճիշտ է։ Շատ ճշգրիտ եք ասում եւ իրականում սա մարդկության առաջ այսօրվա ինֆորմացիայի շատ կտրուկ մեծաքանակության պարագայում եւ այսպես անկառավարելիության պարագայում սա երևի բոլոր ժողովուրդների համար հենց այն ապաստարանն է, վահանն է, որով իրենց մարդ տեսակը նախ եւ առաջ մինչեւ ազգայինին անցնելը գոնե մարդկային տեսակը նախ եւ առաջ կարողանան պահեն պատասպարվելով այդ մշակույթի միջոցով ամրապնդվեն իրենց ոգեղեն առումով եւ իհարկե նաեւ շատ ամուր կերպով կապված են իրենց ազգային արմատներին, որովհետեւ իրականում ինչքան դու առավել բխում ես քո արմատներից, քո ազգայինից, այդքան դու առավել համամարտկային ես իրականում, որովհետև այս պարագայում դու քո սեփականով կիսվում ես, դու կիսվելու բան ունես, դու փոխանցելու բան ունես։ Կրկնօրինակման պարագայում դա ինչ-որ անհասկանալի է։ Եթե դու ազգային չլինես, դու համամարտկային չես կարող անել։ Մեկը մեկի հետ փոխկապակցված է։ Ես որ ամեն անգամ այստեղ մենք դե մեծ մասը խոսում ենք մշակույթից, ինչ են տեղի ունենում, ես հասկանում եմ, որ
այսօր որ մենք դեռ կարողանում ենք դրանց մենք տալու բան ունենք, ցույց տալու բան ունենք, այդ մշակույթը մեր ձեռը կրակն անկել, չնայած որ ինչ որ առումով էլ շատ անփույթ մարդիկ կան, որոնք չգիտեն ոնց է ճիշտ վերաբերվել մշակույթի հետ, բայց իրականում այդ միակ բանն է, որ մենք կարողանում ենք տալ, ցույց տալ աշխարհին, ու երբ որ մեզ հարցնում են ով եք դուք, այդ մշակույթի լեզվով ենք սկսում խոսել։ Ուրիշ բան չգիտես ինչ ասես։ Բայց ես դες ասեմ նաև, որ դա քիչ բան չի, եւ նույն Site Nova-ի մասին, եթե խոսենք, Վալերի Բրյուսովը շատ փայլուն բնորոշում է տվել, ասել է, որ նմանատիպ ստեղծագործողներով իրավմամբ պետք է հպարտանա յուրաքանչյուր ժողովուրդ, որովհետև դա ի վերուստ տրվող պարգև է, որը որ եւ հաճախ չի տրվում, եւ ամենքին չի որ տրվում է։ Եվ այս առումով խորքային ընկալումը, որ սա որոշակիորեն մենք այս ժառանգության կրողն ենք եւ այդ պարտավորեցված լինելու զգացողությունը նաեւ գուցե իհարկե յուրաքանչյուրս էլ ինչ որ դրսևորումով մի փոքր նաեւ անփույթ ենք, ինչպես դուք նշեցիք, որովհետեւ նաեւ կա դրա օբյեկտիվ հանգամանքը, այս նույն ինֆորմացիոն հեղեղի պարագայում շատ ավելի շատ են գայթակղությունները, բայց դա նույնպես որոշակի չափով մեզ այս ինքնակողմնորոշման բարդ հարցում որոշակիորեն օժանդակում է նաև ինքնամաքրվելուն եւ ինչ որ ուղեցույցներ է տալիս, հա, ի վերջո մենք միշտ կյանքի տարբեր փուլերի ընթացքում երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ եթե այս փուլին մեզ թվում է, որ մենք ամեն ինչ գիտենք, մի տարի հետո հասկանում ենք, որ կատարելապես ոչինչ չգիտենք եւ այս ընթացքը կանգ չի առնում։ Եվ այստեղ մշակույթը շատ ամուր բարեհոգեբանական հնարան է ժամանակակից մարդու համար։ Հաստատ։ Ես չգիտեմ, պատասխանեց մեր Ագիլը այդ հարցին, ինքս Site-Nova լսել է, հավանում է։ И вновь возвращаясь к Site-Nova, вам знаком он как автор? Я здесь живу больше 1,5 лет, и так как мы общаемся с ребятами, со школьниками и студентами, мы стараемся создавать диалог культур, поэтому дети часто рассказывают стихотворения и в целом рассказывают о литературе Армении, мы, конечно же, о России также. И я даже сейчас вспомнила, вы когда сказали, что мы записывали в прошлом году стихотворение, и мы говорили на армянском языке. Да. Да, поэтому... Քանի որ գործունեության բնույթով աշակերտների հետ է համագործակցությունը, նաև հենց գործունեության բովանդակային առումով բնույթը բխում է նրանից, որ ներկայացվում է եւ հայկական մշակութային ժառանգությունը եւ ռուսական մշակութային ժառանգությունը եւ մեր հյուրը հիշեց նաև, սա իհարկե Site-Nova-ին չի վերաբերվում, բայց Պարույր Սևակի ծննդյան օրը մենք այսպիսի վիդեո ֆլեշմոբ էինք իրականացրել, որտեղ որ նաև մեր ռուս գործընկերները հայերենով ասմունքում էին Սևակ։ Ագիլն է։ Այո։ Помните это стихотворение? Давайте оставим это на следующий эфир. Я уже хотела припомнить тут. Я подготовлюсь, и в следующий раз мы придем с стихотворением. Հաջորդեւ ինչ պրոյեկտ կա, որի շուրջ մտածում եք, որ ուզում եք իրականացնել համատեղ։ Իրականում շատ են եւ արդեն իսկ այս թվարկված նախագծերից նույն այդ մարզային ծրագիրին տարվա հեռանկարով է, բայց եւս մի հետաքրքիր նախաձեռնություն ուզում եմ ասել Լևոն Քալանթարի անվան դպրոցական թատերական ներկայացումների փառատոնն է, որը որ իրենից ներկայացնում է հետեւյալ կառուցվածքը նախ դպրոցները իրենց տարածքում ներկայացնում են իրենց իսկ ընտրած կարող է նաև ժամանակակից հեղինակ լինել բեմադրությունը, այդ բոլոր ներկայացումները դպրոցներում մենք հյուրընկալվում ենք նաև ուրեմն ժյուրիի անդամների հետ, որից հետո ժյուրիի կողմից ընտրված ներկայացումները, որոնք ճանաչվում են հաղթող, հնարավորություն են ստանում երեխաները արդեն պրոֆեսիոնալ թատրոնում այդ ներկայացումը նորից խաղալ, այսինքն մրցանակը լինում է հենց դա եւ խորագիրը հենց այդպեսին է դպրոցական նստարանից դեպի պրոֆեսիոնալ բեմ։ Այս պահին դեռ մեզ մոտ հայտերի ընդունման փուլն է, բայց կարող եմ ասել, որ արդեն իսկ
շուրջ 36 դպրոց հայտ է ներկայացրել եւ մայրաքաղաքից եւ մարզերից եւ կան այնտեղ եւ ժամանակակից հեղինակներ, շատ այսպես շատերը նախընտրել են Հովհաննես Թումանյանին, շատ ակտուալ հեղինակ է մեր դպրոցականների համար։ Ու նորմալ է։ Բնականաբար նույնպես մեր հրաշքը, մեր պատրիարքը բոլոր առումներով եւ նաեւ ինչպես եւ Սայաթնովան մեր կենցաղում մշտապես ներկա եւ արդիական ռուս դասականների ստեղծագործություններ կան եւ ես կարծում եմ, որ եւ երեխաների համար սա շատ կարևոր նախաձեռնություն է, երբ որ իրենք աշակերտական պարտադիր ձևաչափից անցնում են մեկ այլ ձևաչափի եւ այդ բեմականացման վրա աշխատելիս դասական հեղինակի հետ ինչ որտեղ իրենք դառնում են համահեղինակ, որովհետեւ իրենց պատկերացումն են բեմից հաղորդում եւ իրենց արդեն կյանքի ընթացքում իրենց կապվածությունը եւ աշխարհայացքային իրենց տեսակը շատ ավելի այլ կլինի եւ հիմնական նպատակը առաջին հերթին իհարկե յուրաքանչյուր փառատոն մրցույթ ունենում է իր հաղթողը եւ այն մասնակիցներին, ովքեր պետք է կրկին փորձեն եւ ինչ որ առումով առավել ինքնակատարելագործվեն, բայց հիմնական նպատակը հենց նրանումն է, որպեսզի այս դասական ժառանգությունը դասագրքերից, գրքի էջերից որոշ չափով մտնի երեխաների առօրյան, իրենց համար դառնա որոշակի հենց իրենց վերաբերող ինչ-որ մասնի։ Շնորհակալություն, ես ոնց հասկանում եմ, ասում մտքերի ու ծրագրեր իրականացնելու պակաս չունեք, իսկ այն ծրագիրը ինչ որ ասացիք, պատանիներին ուղարկի բերել ոչ միայն մրցութային դաշտ, այլ նաև ճանաչողության դաշտ, չնայած որ մրցույթը օգնում է փորձել լավագույնը լինել այդ ամենում, դրա մեջ հաստատ վատ բան չկա։ Մրցույթները կարևոր են։ Այո, մի քիչ փորձում են ավելի ինքնավստահ դարձնել մարդկանց, հետո ձգտել էլ ավելին, եթե հաղթանակ չի գրանցվել, անպայման գոնե հաղթանակ գրանցվի, եւ այս առումով թող որ պակաս չլինի այդ գործունեությունը, անկախ ասում եմ իրադարձություններից, վատ իրադարձություններից, որովհետև մենք սրա վրա ենք մեր հույսը դրել։ Ինձ թվում է դրանով էլ դեռ շարունակում ենք սպասել ու հուսալ։ Դες հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ Ուրախ ենք, որ մեր հյուրն էիք, այո։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում բան չունենք, չէ՞, վերհիշեցնելու։ Հա, կարող են բոլորը գա։ Իհարկե, մուտքը ազատ է, բոլորին սպասում ենք այո։ Որովհետև հիշեցի, որ չեմ հիշեցրել, որ մարտի 21-ին, այսինքն այսօր է տեղի ունենալու Պոեզիայի միջազգային օրվան նվիրված Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում մուտքն ազատ է պարզվեց, կարող եք հասցեն Բաղրամյան 34։ Բաղրամյան 34։ Ներքևա։ Մի քիչ ներքև է։ Գովազդ մեր եթերում։